Պատանի ու դեռահաս թենիսիստները հնգօրյա ուսումնամարզական հավաք անցկացրին Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրում։ Հավաքին մասնակցեց շուրջ 50 թենիսիստ։ Ուսումնամարզական հավաքի առաջին օրը Հայաստանի թենիսի ֆեդերացիայի նախագահ Վարդան Զաքարյանը հանդիպում ունեցավ մարզիկների, նրանց ծնողների և մարզչական անձնակազմի հետ։ ՀԹՖ նախագահը ողջունելով ներկաներին նշեց, որ ֆեդերացիայում իրականացվում են կառուցվածքային մեծ փոփոխություններ, իսկ մեկնարկող հավաքն աննախադեպ է հայկական թենիսի պատմության մեջ։ Այսօր իրականում մեր ֆեդերացիան շատ լուրջ ստրուկտուրալ փոփոխությունների է գնում։ Կարելի ասել մենք զրոյից ֆեդերացիա ենք ստեղծում, որը բաղկացած է լինելու 5 ճյուղերից, ուրեմն ադմինիստրատիվ ճյուղն է լինելու, մարզչական ճյուղն է լինելու, մրցավարական ճյուղն է լինելու է ճյուղ, որը որ համակարգելու է բոլոր միջոցառումները, մրցումները, եւ այդ բոլոր ճյուղերը ուղիղ ունենալու են ամեն ճյուղի իրանց ղեկավարը։ Հավաքի ընթացքում թենիսիստներն անցկացրին մարզումներ, մասնակցեցին տեսական դասընթացների։ Շատ հետաքրքիր է անցնում հավաքը, արդեն 3-րդ օրն է, երեխաների հետ մտերմացել ենք, ամեն երեկո հավաքվում ենք, ինչ-որ հետաքրքիր խաղեր ենք խաղում, ինտերակտիվ իրար ճանաչում ենք, փորձի փոխանակումը համ դաշտում, համ դաշտից դուրս, ինձ թվում է պետք է հաճախ այսպիսի հավաքներ անցկացնել, որ երեխաները աճեն։ Շատ կարճ ասեմ, որ հավաքը իրականում փակ փառատոնի ավելի շատ ֆորմատի է նմանվել այս տարի, քանի որ փորձել ենք մաքսիմալ քանակի երեխաներ ներառել, ու ըստ դրա մենք ունենք շատ լուրջ այսպիսի աշխատանք երեխաների ընդհանուր կարգապահությունը բարձրացնելու, իրանց մրցակցային վիճակի մասին դե խոսք չկա, ֆիզիկական պատրաստությունը, այնպես որ մեծ ծավալի աշխատանք է գնում այս պահին ու հուսով ենք մինչև վերջ մենք կկարողանանք լավ արդյունք ունենալ։ Հայաստանի թենիսի ֆեդերացիայի նախագահի հրավերով Ծաղկաձորի մարզաբազայում է նաև նախկին թենիսիստ, թենիսի միջազգային ֆեդերացիայի փորձագետ Գաբոր Պելվան։ Անվանի մասնագետը շրջեց Ծաղկաձորի մարզահամալիրի տարածքով, ծանոթացավ թենիսի ենթակառուցվածքներին, հետևեց մարզումային ընթացքին, հանդիպում ունեցավ մարզչական անձնակազմի ու մարզիկների հետ։ Գաբոր Պելվան պատասխանեց պատանի թենիսիստների հարցերին։ Վերջին օրը Պելվան սեմինար հանդիպում ունեցավ մարզիկների ծնողների հետ, հանդիպեց նաև ՀՏՖ փոխնախագահին։ Կարծում եմ սա մի համալիր է, որը ծառայում է բոլոր նպատակներին, այն ունի փակ ենթակառուցվածքներ, մարզասրահ, հյուրանոցային համալիրը ևս շատ մոտ է, այնպես որ խաղացողներն ամեն ինչ ունեն այստեղ։ Պետք է ասեմ, որ սնունդը ևս շատ համեղ էր, ճաշեցի մարզիչների եւ խաղացողների հետ։ Պայմաններն իդեալական են տարվա այս եղանակին հավաքներ անցկացնելու համար, ամեն ինչ գերազանց է։ Ես նաև հաճելիորեն զարմացած եմ, թե որքան շատ տաղանդավոր պատանիներ կան այստեղ։ Նրանցից ոմանք Եվրոպայի թոփ խաղացողների թվում են։ Ուրախ էի տեսնել, թե ինչ նվիրումով եւ ուշադրությամբ էին աշխատում մարզիչները։ Ընդհանուր առմամբ հիանալի հավաք ստացվեց։ Խոսել եմ բոլոր մարզիչների հետ, զրուցել եմ նաև ֆեդերացիայի գլխավոր քարտուղարի հետ, հանդիպել եմ նաև ֆեդերացիայի նախագահ Վարդան Զաքարյանի հետ։ Կարծում եմ հայկական թենիսը պայծառ ապագա ունի, հատկապես տեսնելով այս թիմն ու փոփոխությունների հանդեպ նրանց նվիրումը։